Կա կասկած, որ Տրամպը եւ Տրամպի մտերիմները, այդ թվում Իլոն Մասկը, այս ամբողջ գործողությունները իրականացրել են ինսայդերական բորսային խաղի համար։ Եվ իրանք տենց բավականին մեծ գումարներ են աշխատել դրա վրա։ Այդ որ ասեց միլիոններ են աշխատել իմ ընկերները։ Միլիոն չի, արդեն տրիլիոն, արդեն տրիլիոնների մասն է խոսքը գնում։ Ադամ Շիֆը սկսել է հետախուզական, դիմել է, որ պետք է չի։ Գիտեք խնդրեմը որն է, Մասկը եկած օրվանից առաջին հերթին ոչնչացրել է այդ ներքին ֆինանսական բաները, վերահսկող ծառայությունները, որոնք մեծ չէին։ 3 առավոտյան MSNBC-ն հայտարարեց, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր հիմա մնացել են այդ կառույցներում, ում որ Տրամպն է նշանակել, այս 2-3 օրվա ընթացքում հերթով աշխատանքից դուրս են գալիս։ Ոչ մեկ ցանկություն չունի ստորագրի այս թղթերի տակ, որոնք այնտեղ կատարվում են։ Բոլորը սա ուղղակի նշան է, որ փող են աշխատում։ Այսինքն իրանք բացառապես նախապես հանցավոր համաձայնության գալով ֆինանսական գործողություններ են իրականացնում եւ ցավոք սրտի, երբ որ դուք ասում եք, Ամերիկան հիմա ցավոք սրտի տենց է, այստեղ ոչ թե հարցը նրանում է դա այդպես է թե ոչ։ Զուտ սոցիոլոգիայի տեսանկյունից ուղղակի ուզում եմ ձեզ բան ասել։ Նույնիսկ այն որ նմանատիպ կասկած է գնում, եւ սա քննարկվում է լուրջ ԶԼՄ-ներով եւ նույնիսկ բորսայում, այսինքն եթե այդ գործողությունները տեղեկատվական այդ ներխուժումները անում է ինչ որ մի ընկերության ղեկավար կամ ընկերության համար արվում կամ ինչ որ ԶԼՄ արվում, դա պատժելի է, քրականորեն պատժելի է, այսինքն այդ տեղեկատվական աղմուկ ստեղծել, որի արդյունքում բորսայի ցուցանիշները կգնեն, կբարձրան, դա քրեական է։ Հետո փոխել։ Դա քրեական չի փոխել, այսինքն չգիտեմ, ասում ես որ բան է։ Ես հաստատ գիտեմ, որ բանը, չգիտեմ, տեխասում ոսկի ենք, թե այնտեղ որտեղ որ բանն է, այդ սիուների կամ ապաշների ֆիգվամներն են դրած։ Ու այդ ոսկու հանքերի բանը այդ այսինչ ընկերությանն է պատկանում։ Դու տենց բան ասես, դա ազդի շուկայի վրա, այդ կոնկրետ բաների, չգիտեմ, այդ կոնկրետ ընկերության արժեթոմսերը սկսեն աճել, դա բավարար որ քո հանդեպ ինչ-որ առնվազն հետախուզություն սկսեն։ Այստեղ երկրի նախագահն է անում։ Այստեղ երկրի նախագահն է անում եւ որտեղ է բանը, ինքը մտցնում է, ասում է չեմ հանի։ Մամայի, պապայի արև չեմ հանի։ Իրա օգնականներին են հարցնում, ասում են ով որ հանեց, նրա ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք արեք իր հետ։ Հասնում է նրան, որ 3 ժամվա ընթացքում այդ արտաքին առևտրի պատասխանատուն կոնգրեսում նստած ասում է մամայի արև չենք հանի, ով հանեց բանա, շանտաղայա, ոնց որ դուրս են գալի ծխելու, գալիս են հանած արդեն։ Ով գիտի նրա մասին, որ հանած է, գիտի շատ նեղ բան, լրագրողները կանչել էին են Նավարոյին, մի հիմար գյադենել է դա։ Նավարոյին կանչել են, ասեն դու տեղյակ ես, որ հանել է։ Տեղյակ եղել ես, որ հանել, ով է եղել սենյակում, որ տեղյակ է եղել, որ հանել է։ Ինչի է սա կարևոր, որտեղ ըստ դրա կարելի է հետո հասկանալ, թե բաները ով բաժնետոմ սարավ։ Որտեղ ընդհանուր անկում է բաժնետոմսը, պատկերացնում եք, ինչ որ 3 օրվա ընթացքում 6 տրիլիոնով իջավ, իսկ նախագահ ընտրվելու պահից 10 տրիլիոնով ընկել էր։ Դու հետ բարձրացավ, չէ՞։ Այդ այն պահին, երբ որ բոլորը հասկացան, որ հենց որ ինքը ասեց պաուզ եմ տալի կամ հանում եմ, ել չի լինելու այդ բաները, վերև են բարձրանում շուկաները։ Մինչև այդ մամայի արևա երթվել, չնայած չգիտեմ, իր մամային ճանաչում է թե չէ, որ չի հանել։ Դա կոչվում է բլեֆ։ Դա կոչվում է սրիկայություն։ Բլեֆը ֆիլմ էր իտալական, որտեղ Չելենտանոն է խաղում։ Բլեֆը հաճույք է։ Բլեֆը դու նայում ես ու ինքը հաճույք է։ Ինչով է բան։ Չէ, բլեֆը հաճույք է նայողի համար։ Բլեֆը հաճույք է, որովհետև պատժվում է ինչ որ մեկը, ով արժանի է պատժվելու։ Ստեղ պատժվել է ամենաաղքատ զանգված Ամերիկայի մարդիկ, ովքեր բաներն են կորցրել, թոշակի այդ կուտակումներն են կորցրել, ընկերություններ, որոնք երեք ուղղակի բան են անում, ասում ենք Չինաստանից բան պիտի բերենք, հիմա չգիտենք, բայց մեր վրա ասենք 50-ից 100,000 դոլար վարկա կախած, եւ մենք ապրանքը չենք կարող բերել, որտեվ հիմա որ բերենք այդ ապրանքը, պետք է 200,000 դոլարի մաքսատուր տանք։
ու հետո այդ ապրանքը չեն կարողանում վաճառենք, այսինքն ստեղ տուժել են մարդիկ, ովքեր Տրամպին ձայն են տվել։ Նույնիսկ ես, որքան էլ որ համարվում եմ կոշտ ու կոպիտ այդ առումով մարդ, համարում եմ, որ սա over է, սա շատ է։ Չպետք է այդ մարդիկ այդպես պատժվեն, նույնիսկ եթե իրանք Տրամպին ձայն են տվել, որովհետև սա այլանդակություն է, սա ընտանիքներ չեն քանդվում, սա սերնդներ է ոչնչանում, որովհետև մարդիկ իրանք երեխաների քոլեջների ու բուհերի գումարներն են բանարել։ Ու սա կորցրել են։ Բայց Թրամփը ասում է, ես աշխարհացունց գործողություններ եմ անում, ես ոսկե դար եմ սկսում տնտեսության մեջ։ Եկեք Լավ, թեման փոխում ենք։ Չէ, ասեմ, որովհետև այստեղ շատ կարևոր բան կա։ Շատ հետաքրքիր ձևակերպում են տալի ամերիկյան իրանք բան ունեն շաբաթօրյա շոուներ, բաներ շաբաթօրվա վերջում, հա, ասում է այնտեղ ոսկե դարը չգիտեմ, բայց որ ոսկե անձրև է, այդ հաստատ։ Այսինքն դեռևս հունվարի 20-ից սկսած ոչ մի ապացույց չկա, որ Տրամպը չգիտեմ, մի միլիմետրով ավելացրել է Ամերիկայի վարկանիշը դեպի վերև։ Չկա ոչ մի ապացույց, որ աշխարհը Ամերիկայի հետ պատրաստ է գնալ այնպիսի մի համաձայնության, որը օգտակար կլինի Ամերիկային։ Չկա ապացույց։ Եթե դու անում ես ինչ-որ մի բան, որը հայտարարում ես, որ կամ պետք է ասես ժամկետը, երբ է դա լինելու, կամ պետք է ինքը ամենօրյա ռեժիմով լինի։ Դեռևս ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները ոչ մի բանի չեն բերել, առավել եւս որ դու փոխել ես թեման եւ գնացել ես ամերիկա-ռուսական բանակցությունների, Ուկրաինան թողել ես մի կողմ, որը տնտեսապես ինչ որ բաներ ես ման գալի, Գազայի հատվածում դու ոչնչություն ես, ոչ բան չստացվեց, հութիներին դու հարվածեցիր 2 օր այդ ընթացքում խայտառակ եղար, պարզվեց, որ քո հույժ գաղտնի տեղեկությունները կարա ուղակի պատահական ինչ-որ մի լրագրող տեղեկանա, ես դրա համար սիգնալս հիմա բան եմ անում, գցում եմ տարբեր տեղեր, ասում մարդս մի օր կարող է ինձ ասել, ես տենց մտնեմ խումբ, ասեմ, հա, էլի խի չէ որ, ասենք ինչա որ, ինչ վատ է որ, այսինքն ստեղ այս ամբողջ ծավալը սխալների, նույնիսկ ծավալ չի, շարք չի, ինչ-որ խայտառակ բան է, ես դեռևս չեմ տեսնում ոչ մի դրական, շուկաների անկում, չգիտեմ, եւ վարկանիշի ոչնչացում, փափուկ ուժի ամերիկյան ոչնչացում, վերահսկող մարմինների ոչնչացում, ինչն է այնտեղ լավ, որն է այն հիմքը, որից կամ հենքը, որից ինքը կարող է այդ թռիչքը ապահովի, ուր պետք է իջնի մինչև հատակ, որպիսի հատակից ինչ-որ բան տա, իրան ուժ տա վերև բարձրան, ցավոք սրտի, հատակը շատ ցածր է, եւ ինքը չի կարող գտնել, ես նույնիսկ իր ծրագրերի մեջ չեմ տեսնում, հայտարարությունների ծրագրերի մեջ չեմ տեսնում ինչ-որ մի պայծառ լույսի կտոր կամ ինչ-որ մի կետ, որը որ դրական կարող անդրադառնալ, հա, Գրենլանդիայի գրավումը, իրանք ամբողջական վերլուծական ռեսուրս են ծախսել, մոտարապես 20-25 օր աշխատել է այն ինչ որ իրա մոտ կա ու կոչվում է վերլուծական թիմ, աշխատել է նրա վրա, որ Գրենլանդիայի բնակչությանը բան անի, մտափոխ անի եւ սարքի Գրենլանդիան Ամերիկայի կտոր։ Այսինքն իրանք ինչ են առաջարկել, իրանք առաջարկել են Գրենլանդիայի բնակիչի ամեն մեկին $10,000 տան։ Դրա համար մի առանձնապես տենց վերլուծական բան պետք չունենալ, բայց իրանք դա են առաջարկում։ Վենսի մակարդակը, ընտրակաշարք։ Դա հա, էլ ընտրակաշարք, Վենսի մակարդակը։ Վենսը գալիս է Գրենլանդիա, հյուսիսային, Գրենլանդիան շատ մեծ, Գրենլանդիան Եվրոպայի չափ։ Իր հյուսիսային այդ բանից բևերը շատ քիչ է տանում, ամենակտուր գալի իջնում առաջի բարերը ինչ պետք է լինի մարդու, ով եկել է ամերիկյան բազա բան ինչ-որ sense, գալիս է ասում է ցուրտ է, հա լուրջ ես ասում ընկեր, դու ապուշ ես ընկեր, դու քարտեզի վրա նայում եք, դու դեբիլ եք, ոնց կարաս դու գաս Գրենլանդիա ասես ցուրտ է, բա ինչ պետք է լիներ, կարող է եկել ես Կուբա, դու կբացահայտվի որ այնտեղ ձիները չեն հալում, շարունակաբար ասում են մենք պետքա բան, ուրեմն այդ գնահատականները, որ այնտեղ կա ոսկի, ուրանիում, չգիտեմ ինչ, այդ ամբողջը սառցի տակ է։ Ես չեմ պատկերացնում, ինչ են խոսում դրանք։ Մասկի թեման մոռացան։ Մասկը հետ են մարդն է, որ ամենաշատը կորցրեց եւ հետեւաբար ամենաշատը կաշխատի։
Դուք տես մի բան արեք, էնի ապարտեիդից փախած ապորինի ներմուծված մեյմուն է, այդ այնց չի, որ ինքը լավ տղա չէ։ Ինքը տենց իր պապան ասեց, որ իրանց ընտանիքում Պուտինը պապա է։ Այսինքն այդ ընտանիքը ամբողջությամբ դու մի տեսակ իմ համար պետք է գնա ռուսական նավի հետևից, եւ եթե ոչ ինչ-որ մեկը խիղճ չկորցնի ուղարկի կապզոնի ամերգին, դժվար թե մենք տխրենք։